Հաճախ տղամարդկանց մոտ հաճույքի զգացողության բացակայությունը պայմանավորված կարող է լինել էրեկցիայի խնդրի առկայությամբ։ Այն տղամարդիկ, ում մոտ էրեկցիայի խնդիր կա, դա ենթադրում է իրենից նաև մկանային տոնուսի հյուծում, տեստոստերոնի քանակի նվազում կամ այլ խնդիրների առկայություն, որոնց դեպքում չի լինում հաճույքի զգացողություն։ Եկեք հասկանանք ֆիզիոլոգիան, ինչպես է առաջանում հաճույքի զգացողությունը։ Նախ, ինչ նկատի ունենք մենք հաճույքի զգացողություն ասելով, որտեղ դա երկու տեսակ է լինում՝ հաճելի զգացողություն, հաճույքի զգացողություն հարաբերության ընթացքում եւ հաճույքի զգացողություն հարաբերության վերջում։ Հարաբերության վերջում հաճույքի զգացողությունը դա նույն օրգազմի զգացողությունն է։ Սովորաբար տղամարդկանց մոտ լինում է խնդիր հենց վերջաբանի հետ կապված, կամ կարող են լինել տղամարդիկ, ում մոտ որ խնդիրը կարող է լինել հարաբերության ընթացքի հետ, որտեղ տղամարդիկ կան ասում են, գիտեք, բժիշկ հարաբերության ընթացքում ոչինչ չեմ զգում։ Մարդիկ կան ասում են, բժիշկ վերջացնում եմ, ոնց որ չվերջացնելու հաշիվ լինի։ Այստեղ պետք է փորձել հասկանալ իսկապես պատճառը, բայց պատճառների հարցը քննարկելիս չեմ ուզում նաև անտեսել ինֆեկցիոն բորբոքային process-ների հարցը, որտեղ շագանակագիծում առկա ինֆեկցիոն բորբոքային process-ները ի վերջո բերելու են բոլորիդ կողմից այդքան սիրված վատ իմաստով եւ ծեծված թեմայի կամ խնդրի առաջացմանը պրոստատիտը։ Այո, պրոստատիտների առաջացման դեպքում ի վերջո առաջանալու է հաճույքի զգացողության, մենք մեր մասնագիտության մեջ դա ասում ենք օրգազմի բթացում։ Այո, այսպիսի խնդիր կարող է առաջանալ եւ հավատացեք, որ դա տհաճ զգացողություն է, որտեղ բազմաթիվ անգամ կրկնվող հարաբերությունները, որի արդյունքում չի լինում հաճույքի զգացողությունը, ի վերջո մարդուն ստիպելու են խուսափել սեռական հարաբերություններից, իսկ այդ ամեն ինչը արդեն ունենալու է իր ավելի լուրջ հետևանքները, որովհետև խուսափելով սեռական հարաբերություններից մենք նորից վերադառնում ենք ընտանեկան աններդաշնակության խնդրին։ Այո, եթե մարդկանց մեջ չկան սեռական հարաբերություններ, ի վերջո դա բերելու է ընտանեկան աններդաշնակության առաջացմանը, սկզբից դա կարող է դրսևորվել կենցաղային խնդիրների ձևով, հետո կանրադառնա անկողնային, ի վերջո մարդիկ իրարից կբաժանվեն եւ հիմքը կլինի աններդաշնակությունը։ Յուրաքանչյուր խնդիր ունի լուծման տարբերակ։ Ուղղակի պետք է իսկապես մի կողմ դրնել այդ ամոթի զգացողությունը, որ բացարձակապես հիմնավորված չէ, եւ ժամանակին դիմել բժշկի։